Սիրելի նոյեմբերյանցիներ, սիրելի ընկերներ, ուրախ եմ, որ քարոզարշավի շրջանակներում այսօր մենք այցելել ենք մեր տարածաշրջան, նոյեմբերյանի տարածաշրջան, որ հերոսական ուղի ունի անցած, մի տարածաշրջան, որը անառիկ է պահել Հայաստանի Հանրապետության սահմանները, մենք րոպեներ առաջ նաև ծաղիկներ խոնարհեցինք նաև մեր հերոս ոստիկաններին, որը 90-ական թվականներին էլի մեր հայրենիքի համար իրենց ավանդը ներդրեցին։ Մենք, սիրելի հայրենակիցներ, իրար հետ շատ դժվար, բարդ, բայց պատվով ճանապարհ ենք անցել եւ հիմա քարոզարշավի այս փուլում Հայաստան Դաշինքի առաջնորդ Արցախի Հանրապետության առաջին նախագահ եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի հետ պատիվ ունենք հյուրընկալելու նոյեմբերյան խոսելու խնդիրներից, խնդիրներից, այն հարցերի պատասխանները իրար հետ գտնելու, մեր ծրագրային դրույթները ձեզ ներկայացնելու համար։ Գիտենք, որ բազմաթիվ խնդիրների առջև է կանգնած Տավուշի մարզ 90-ականների վերջին, երբ որ քայքայված էր տնտեսությունը, զրոյական վիճակի էր գյուղատնտեսությունը, շատ կարճ ժամանակում, շատ արագ տեմպերով կարողացանք ոտքի կանգնել, զարգանալ, աշխատատեղեր ստեղծվեցին եւ հնարավորություն ստեղծվեց այս տարածաշրջանի համար, հատկապես հաշվի առնելով Բագրատաշենի անցակետը, հնարավորություն ստեղծվեց այս տարածաշրջանի համար շնչելու, նոր շունչ, նոր բովանդակություն, նոր կյանք մցվեց մեր բոլորիս առօրյան։ Ես գիտեմ, որ հիմա էլ կան լրջագույն խնդիրներ, բազմաթիվ նամակներ ենք ստանում ձեզնից, դիմումներ ենք ստանում, կապված գյուղմթերքի իրացման հետ։ Բավականին լուրջ խնդիրներ են առաջացել Բագրատաշենի անցակետում, մեր հայրենակիցները դժվարությամբ են, հարակից գյուղերի մեր բնակիչները դժվարությամբ են, ուրեմն Բագրատաշենի անցակետից իրենց առօրյա գիտենք, որ գնում գալիս եք Վրաստան եւ անգամ մի քանի կիլոգրամ, այսպես ասած, ապրանքը դժվարությամբ եք անցկացնում, այնինչ ժամանակին հնարավորություն էր տրվել նաեւ նախագահի անմիջական հրահանգով հնարավորություն էր տվել ամեն մի անհատի 50 կիլոգրամ ուրեմն բեռ անցկացնելու եւ բավականին թեթևացնում էր դա սոցիալական բեռը։ Նաեւ շատ սուր այստեղ խնդիր կա տարածքների հետ կապված, այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման, ասում է սահմանազատում, սահմանագծում, բայց իրականում հայրենահանձնման այս գործընթացում տարածքներ զիջվեցին Ադրբեջանին։ Մենք նաեւ այստեղ ենք վճռական ասելու, որ մեր իշխանության գալու պարագայում որևէ մի սանտիմետր տարածք չենք զիջելու։ Չենք զիջելու, որովհետև դրանք հայկական են, իսկ այն տարածքները, որ զիջվում են եւ շարունակաբար անոնսում են նոր տարածքների զիջման մասին։ Ազգակործանը հերթական անգամ վերջերս հայտարարեց, որ էլի տարածքներ կան ադրբեջանական, որը որ պետք է հանձնվեն։ Այսինքն մեր սուվերեն տարածքը 240 կիլոմետր օկուպացված է ադրբեջանցիների կողմից, նաեւ այս տարածաշրջանում կան տարածքներ, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, բայց այս մարդիկ էլ կանգնում ասում, հլա էլի կա տալու, հլա էլ կա հանձնելու։ Զգայուն հարցեր կան ոսկեպարի, ուրեմն տարածքի հետ կապված, որ հլա վերջնական այդ հարցերի պատասխանները չենք ստացել, բայց գիտենք, որ այդ սև ամպեր են կուտակվում նաև այդ տարածքների հետ կապված։ Եվ միանշանակ է, որ սրանց վերարտադրության դեպքում Աստված մի արածը, նորից էլի նոր տարածքային զիջումներ են անելու։ Սրանում որևէ վարքյան, որևէ մի րոպե կասկած չկա, իրենք իրենց բերանով ասում են, որ այդ տարածքները արդեն ադրբեջանական են։ Որևէ մի խոսք չկա այդ տարածքների, այն տարածքների մասին, որը որ իրենց վերահսկողության տակ է մեզ տալու։ Զգայուն հարց է նաև այս տարածաշրջանում սահմանամերձ գյուղերում ուրեմն դպրոցների փակման հետ կապված խնդիրը։ Այն դպրոցները, որը կառուցվել են Ռոբերտ Քոչարյանի իշխանության
տարիներին այդ տարածքի ուրեմն դպրոցները արդեն անոնսել են 229 դպրոց սահմանամերձ համայնքներում փակվում է։ Այդ դպրոցը կառուցվել է, որ սահմանին ապրող մեր հայրենակիցը ամուր կարճած լինի այդ հողին։ Բայց հիմա ո՞րն է նպատակը, որ դպրոցները փակում են։ Ասում են դպրոցաշինություն, զուգահեռ կրկնում եմ 229 դպրոց փակվում է։ Եվ այդ տարածաշրջանում արդեն ժողովուրդ ջան, գիտենք դպրոցը փակվեց, գյուղը արդեն կենսունակ չի։ Չի կարա կենսունակ լինի։ Եվ մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք, մեր իշխանության գալու պարագայում որևէ մի սահմանամերձ գյուղի դպրոց չի փակվելու։ Հակառակը ստեղծվելու են ինֆրակառուցվածքներ, ստեղծելու են պայմաններ, որ գյուղացին մնա շենացնի իր գյուղը, իր տարածաշրջանը եւ այս դեմոգրաֆիկ հայտարարակ խնդիրը որ կա, պետք է օր առաջ լուծվի։ Գյուղերը դատարկվում են։ Եվ որևէ մի քայլ այս ուղղությամբ չի արվում, որովհետև մի հատ գործարան այդ տարածքում չեն սարքել։ Չեն մտածել, որ այդ մարդու կյանքը, մեր գյուղացու կյանքը փոքրի շատ է թեթևացնեն։ Սա հստակ ծրագիր է գյուղերը դատարկելու։ Սիրելի հայրենակիցներ, ես շատ կարճ նաև ուզում եմ խոսել 16 միլիոն ծրագրերի մասին, որը հիմա խայտարակ ձևի իշխանությունը օգտագործում է մարդկանց շանտաժի ենթարկելու։ Թե իբր որ մենք գանք իշխանության, այդ 16 միլիոն ծրագրի շրջանակներում կառուցված տները մենք այդ մարդկանցից հետ ենք վերադարձնելու։ Ուրեմն խայտարակ սուտ է սիրելի հայրենակիցներ։ Նման բան գոյություն չունի։ Մեր ծրագրային դրույթներում մենք հստակ ասում ենք, որ մեր իշխանության գալու պարագայում մենք բնակարանաշինության ծրագիրը նոր թափ եւ նոր տեմպ ենք հաղորդելու եւ թիրախային ենք աշխատելու այն խոցելի խմբերի, որոնք որ բազմազավակ ընտանիքներ են, որոնք բանկի հետ կապված խնդիրներ ունեն եւ այդ մարդիկ չեն կարողանում այդ ծրագրերից օգտվել, մենք ընդլայնելու ենք այդ ծրագիրը։ Ընդլայնելու ենք ոչ միայն սահմանամերձ համայնքներում, այլ մեր տարբեր տարածաշրջանում։ Եվ մի խոսք էլ ասեմ, էլի սրանց լկտիությունը հասել այն աշխանի, որ շանտաժի ենթարկելով մարդկանց, սպառնալով մարդկանց, վախի մթնոլորտ ստեղծելով տարածաշրջանում, իրենք մտածում են, որ կարող են հասնել իրենց նպատակներին։ Բայց ես, մենք համոզմունք ունենք, որ այս տարածաշրջանի ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարելու, ամսի 7-ին ընտրելու է Հայաստան դաշինքը, ամսի 7-ին համար 17-ին քվեատալու եւ իշխանությունները այստեղ խայտարակ պարտություն են կրելու։ Մեր պաստառները պոկելով, ժողովրդին ահաբեկելով, դուք որևէ մի արդյունքի չեք հասնելու։ Կարող ենք խոսել, որ գյուղացու աշխատանքը ստարժ է համարվելու, մեր տաքսի վարորդների աշխատանքը ստարժ է համարվելու, որ մենք այս հսկայական ոչ ոռոգելի տարածքները, որ կան 23000 հեկտար Տավուշի մարզում մենակ ոչ ոռոգելի տարածք կա, անջրդի տարածք կա։ Մենք զարգ ենք տալու գյուղատնտեսությանը, մենք տուրիզմն ենք զարգացնելու, մենք անվտանգ ենք դարձնելու ստեղ ապրող յուրաքանչյուր նոյեմբերյանցու կյանքը, եւ ոչ թե այդ մարդը սարսափով սպասելու է, թե գիտեք ինչ կա, ինչ կլինի։ Պարոն նախագահն էլ է հայտարարել, որ միայն խաղաղությունը կարող է հաստատվել մեր իշխանության գալու պարագայում։ Իրենցը պատերազմն է, իրենցը սուքն է, իրենցը հայրենահանձնումն է, իրենցը ստորաքարշ գոյությունն է եւ մենք այդ արժանապատվությունը ձեր հետ միասին վերականգնելու ենք։ Լավ եղեք, պինդ եղեք, ամուր եղեք, ոչ մեկից էլ մի վախեցեք։